Փաշինյանը Փաշազադեի հրահանգով հարձակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նա ուզում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը լինի ոչ թե ընտրովի, այլ նշանակովի, այսինքն գրպանային։ Դավաճան եպիսկոպոսների մեջ հիմա մրցակցություն է սկսվել, թե ով պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի սրտի կաթողիկոսը։ Տխրահռչակ Նավասարդ Կճոյանը, օրինակ, կարծում է, որ իր դավաճանությունը արժանի է այդ կարգավիճակին, քանզի բացի դավաճանությունից նա նաև նյութական արժեքների, փողերի, բենթլիների մեծ սիրահար է, ինչը նրան էլ ավելի հոգեհարազատ է դարձնում Նիկոլ Փաշինյանի համար, նաև Աննա Հակոբյանի։ Մյուս հավակնորդը Վազգեն Միրզախանյանն է, ում ժամանակին մի կերպ են փախցրել վիրահայոց թեմից։ Հիմա նա փորձում է գաղափարապես ծառայել Նիկոլ Փաշինյանին։ Վազգենը ճիշտ է որսացել պահը, գցնելով ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ նաև նրա տերերին՝ Թուրքիային ու Ադրբեջանին։ Այդպիսով նա փորձում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հատկապես Փաշազադեի սրտի կաթողիկոսը դառնալ։ Ահա այսպիսի նողկալի վիճակ է հուդայական խմբակում։ Մյուսների մասին հաջորդիվ։